Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, եւս մեկ անգամ ես հիշեցնում եմ, որ մեր այս հաղորդման տեսագրությունը կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր իհարկե կայքում տեղադրված կլինի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում եւ իհարկե YouTube-յան ալիքում այսօր խոսելու ենք UEFA Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակչի մասին, իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մեկնաբան հաղորդավար Արամ Սահակյանը, Արամ, շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար։ Ինչ մենք կարող ենք խոսել այս եզրափակչի մասին։ Իհարկե առաջնահերթ եզրափակչի մասնակիցների ուղու մասին, այն ուղին, որ դժվար ուղի էր երկու ակումբների համար, որոնք նրանք անցել են, շատ բարդ մրցակիցներով անցան։ Հետագայում կխոսենք նաև ինչ ենք սպասում մենք եզրափակչից, այսինքն ինչ ակնկալիքներ մեծ հաշվով մենք ունենք այդ խաղից։ Ինչքան որքան ես գիտեմ, դու էլ մեկնաբանելու ես այդ խաղը հենց Մյունխենից։ Տեսնենք այդ մասով դեռ սպասում ենք, ողջույն Դավիթ, ես նույնպես շնորհակալ եմ։ Իրականում շատ հետաքրքիր զույգ է եւ առաջին անգամ պաշտոնական խաղում միմյանց հանդիպելու են Paris Saint-Germain եւ Inter-ը։ Ինձ թվում է այս մրցաշրջանում այսպիսի եզրափակիչ ստանալը մեծ օգուտ էր նաեւ UEFA-ի համար, քանի որ մենք գիտենք, որ ձևաչափը փոխվեց եւ խմբային փուլի փոխարեն այժմ լիգայի փուլ է գործում եւ շատ հետաքրքիր է, որ եզրափակիչում հայտնվել են երկու թիմեր, որոնցից մեկը լիգայի փուլը շատ վստահ անցկացրեց եւ ամենաշատ միավորներ հավաքած թիմերից մեկն էր Ինտերը եւ մյուսը Paris Saint-Germain-ը, որը շատ մեծ դժվարությամբ հաղթահարեց լիգայի փուլը եւ եթե չլիներ City-ի դեմ այդ հաղթական խաղը գուցեև Paris Saint-Germain-ին մենք առհասարակ չտեսնեինք նույնիսկ անցում են play-off-ում եւ այս տեսանկյունից երևի թե UEFA-ն կարող է ցույց տալ երկրպագուներին, որ տեսեք թե ինչ գրավիչ մրցաշար ենք մենք դարձրել Չեմպիոնների լիգան եւ թե ութնյակից թիմ կարող է դուրս գալ եզրափակիչ, թե իհարկե 24 թիմերի մեջից, թեպետ իհարկե երբ մրցաշրջանը նոր էր սկսում, դժվար թե ինչ-որ մեկը հավատար, որ PSG-ն այդքան դժվարությամբ է դուրս գալու play-off, բայց իրենց խաղացանք իհարկե շատ բարդ էր, դա եւս պետք է արձանագրել։ Ամենաբարդն էր նախնական վիճակահանությունից հետո, բոլորը դա են գնահատում, նշում էին, որ ամենաբարդը Փարիզի խաղացանքն է, դրանից հետո Լիվերպուլին էին նշում եւ այլն։ Այո, Փարիզը բարդ մրցակիցներ ունեցավ եւ Նամանդ Աշնան այդ սկզբնամասում պարտություններ կրեց, ցավալի պարտություն, նույն Արսենալից պարտություն է կրել Լոնդոնում։ Եվ նաև խաղով լավը չէր այդ ժամանակահատվածում։ Հետագայում Լուիս Էնրիկին կարողացավ այդ խաղը կարգավորել եւ կարծես թե նույնիսկ այն ֆուտբոլիստները, որոնք որ միշտ տարբեր ակումբներում հանդես են եկել եւ աչքի են ընկել ոչ կարգապահ լինելով, այսինքն խոսքը չի գնում օրինակ այո Դեմբելեն խոսքը չի գնում իհարկե տաղանդավոր ֆուտբոլիստ է նույն Դեմբելեն, բայց կարգապահությունը ես նկատի ունեմ թե դաշտում խաղի ժամանակ միայն կարգապահությունը դա իհարկե առաջնահերթ է, այսինքն մարզիչը ինչ նպատակ է դնում տվյալ ֆուտբոլիստի առջև, ինչպես է այդ իր սխեմայի մեջ, այսինքն մարտավարական սխեմայի մեջ դասավորում եւ ասում ինչ ֆունկցիաներ պետք է կատարի տվյալ ֆուտբոլիստը, միայն այդ կարգապահությունը չի, այլ կարգապահությունը, այսինքն մարզումներին ճիշտ ժամանակին գալու, չբացակայելու, չշեղվելու, այդ ֆուտբոլիստներին Լուիս Էնրիկեն այսպես մեր ժողովրդական լեզվով ասած խելքի բերեց եւ իրենք երկրորդ հատվածում մրցաշրջանի այլ ֆուտբոլ են ցուցադրում։ Դու շատ կարևոր հարց ես իրականում բարձրացնում, քանի որ մենք քիչ առաջ էլ եթերից առաջ երբ զրուցում էինք, ես ասում էի, որ ցավոք ֆուտբոլասերների հիշողությունը շատ կարճ է եւ ես վստահ եմ հիմա մարդիկ մոռացել են, որ Աշնանը Էնրիկեն եւ Դեմբելեն շատ լուրջ կոնֆլիկտ են ունեցել իրար հետ, հենց քո նշած թեմայով մարզմանը ուժ ներկայանալու համար, բայց Դեմբելեն հիմա ոչ ավել ոչ պակաս ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Օրերս Օուեն Հարգրիվսն էր ոնց որ թե ասաց, որ ինքը երբեք չի տեսել թիմ, որը այսքան կարճ ժամանակահատվածում այսքան մեծ առաջընթաց գրանցի, որքան դա արել է PSG-ն այս մրցաշրջանում։
Այո, խաղացանկը բարդ էր, PSG-ն ուներ խնդիրներ, բայց Աշնանը նրանց բախտն էլ ինչ-որտեղ չէր բերում։ Ես օրինակ հիշում եմ Ատլետիկոյի հետ խաղը Փարիզում, երբ նրանք ճնշեցին եւ ամբողջությամբ նույն սցենարն էր, ինչ Լիվերպուլի հետ, վերջում Ատլետիկոն 1 հակագրոյի պոկվեց ու խփեց գոլ 2-1, եթե ճիշտ եմ հիշում, հաղթեց այդ խաղը, բայց Փարիզը աստիճանաբար երևում էր, որ գտնում է իր խաղը, Էնրիկեն էլ իր աշխատանքը կատարում է համբերատար, ի վերջո թիմը նոր կարելի ասել կառուցման փուլում էր Մբապեի հեռանալուց հետո, որովհետև կենտրոնացումը արդեն ոչ թե մեկ խաղացողի վրա էր, այլ ընդհանուր թիմային գաղափարախոսության եւ իհարկե սառումով Էնրիկեին բրավո, որը փայլուն աշխատանք է կատարում եւ ես Paris Saint-Germain-ի խաղում շատ բարձր եմ գնահատում դաշտի միջին գիծը, ուղղակի հիանում եմ այդ 3 ֆուտբոլիստների մանավանդ Վիտինյան ու Ժոաու Նևեշը շատ ուժեղ են այս մրցաշրջանում։ Նևեշը բացահայտում է այս մրցաշրջանում։ Միանշանակ նրան երբ գնում էին, իհարկե երևում էր, որ հեռանկարային է, երևում էր, որ շատ մեծ պոտենցիալ ունի, բայց շատ նման օրինակ Կանտեին, ես չգիտեմ նմանեցնում ես թե ոչ, շատ նման է եւ իր վստահությունը Արսենալի հետ առաջին խաղ օրինակ ինքը մի հատ այնպեսի սահանկում արեց Տուգանային հրապարակում ու մաքուր գնդակին խաղաց, որ դրա համար պետք է շատ մեծ խիզախություն ունենաս եւ վստահություն քո ուժերի վրա, ինչը իհարկե ունեն այդ ֆուտբոլիստները, այնպես որ Էնրիկեին բրավո իհարկե հերթական անգամ ինքը ապացուցում է, թե ինչ ուժեղ մարզիչ է եւ հատկանշական է, որ 10 տարի անց նորից Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է, այս անգամ իհարկե բոլորովին այլ թիմի հետ այլ կարգավիճակ։ Իհարկե Էնրիկեին որոշակիորեն ոչ թե մեղադրում, այլ իր այսպես խնդիրները բացահայտում էին, ասում են, որ Էնրիկեն այո 2015 թվականին Բարսելոնայի հետ կարողացավ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել, բայց կներեք դա այն Բարսելոնան էր, որի կազմում կար այդ գեր հզոր տրիոն Մեսսի, Սուարես, Նեյմար, այդ տրիոյով չհաղթել Չեմպիոնների լիգան այդ մի հանցագործության նման մի բան է եւ Էնրիկեին ով է լիներ Էնրիկեի փոխարեն Բարսելոնայի գլխավոր մարզիչի այդ պահին կարող էր այդ գավաթին տիրանալ, այդպես էին մեկնաբանում։ Հիմա Էնրիկեն կարծես կներեք ցուցադրում է իր մարչական տաղանդը, բծախնդրությունը, այսինքն խաղի մոտենալու, այո, ինքը շատ բան է սովորել իր թե խաղային գործընկեր, թե հետագայում արդեն ավակ մարշչական գործընկեր Խոսեփ Գվարդիոլայից, նամանտ իրանից էլ ժառանգեց Բարսելոնան այն ժամանակահատվածում 10-ականների սկզբում։ Բայց շատ բան ինքն է փոխել հիմա, եթե մենք համեմատենք Գվարդիոլայի Սիտին ինչպիսի խաղ է ցուցադրում եւ ինչպիսի խաղ էր ցուցադրում Գվարդիոլայի Բարսելոնան, Էնրիկեն կարծես մի տար դրան ավելացրել է ըստ իս։ Այն ինչ որ անում են, խաղարկում են գնդակը թե Սիտին, թե Բարսելոնան այն ժամանակահատվածում անդադար երկար խաղարկումներ, արագ գնդակի խլում, եթե կորուստ կա։ Այս ամենը, այս Փարիզը, այս մրցաշրջանի երկրորդ հատվածում չափազանց արագ է անում։ Այո, ես ամբողջությամբ համաձայն եմ, շատ մեծ են արագությունները, ինտենսիվությունը, այստեղ գուցե այդ շատ ծեծված արտահայտությունը անենք, բայց գուցե օգնում է Փարիզին այն, որ ներքին ճակատում իրենք այդքան շատ մեծ խնդիրներ չունեն, ինչքան օրինակ անգլիական թիմերը, ինչքան օրինակ իսպանական, իտալական թիմերը, որտեղ Ֆրանսիայում իրենք բոլորից 1, նույնիսկ 2-3 գլուխ բարձր են։ Բայց դա տարիներ շարունակ շատ վերլուծաբաններ, ֆուտբոլային գիտակներ ասում են, որ խանգարել է։ Այո, համաձայն եմ նաև դրանում, որովհետև դա էլ ուրիշ խնդիր կա, ռիթմից ընկնել, տոնուսից ընկնել, ինչ լինում է բոլորի պատասխանները մասնագետները ունեն, ինչի հետ կապել, հիմա ոմանք ասում են, վայ ինչ լավ է ռոտացիա անում, օրինակ Սիմոնե Ինձագին Ինտերի եզրափակիչում է, ոմանք ասում են ինչ լավ է Հանսի Ֆլիկը աշխատում իր կազմի հետ ու ֆիզիկական առումով թիմը երբեք չի հոգնում, բայց ինքը գրեթե ռոտացիա չի անում, այնպես որ հակասական են իհարկե մտքերը։ Paris Saint-Germain-ը այո լավն է, բայց ինձ թվում է մի փոքր մենք երկրպագունները եւ առհասարակ այն մարդիկ, ովքեր ֆուտբոլ դիտում են, մենք մի փոքր շատ ենք հենվում արդյունքի վրա եւ հիմա PSG-ն որ եզրափակիչում է միայն ու միայն դրականը այդպես ենք արտահայտվում, բայց իհարկե PSG-ն էլ շատ ծանր ճանապարհ անցավ, ինձ թվում է մինչեւ եզրափակիչ, ես օրինակ Aston Villa-ի հետ պատասխան խաղը մեկնաբանում էի ու այդ խաղը իրենք շատ վատ են խաղացել ու մանավանդ Փարիզում 3-1 հաղթելուց հետո իրենք դիմակայության հաշիվ դարձրեցին 5-1
Բիրմինգեմում ու դրանից հետո իրենց մազ էր մնում, որ այսպես չանցնեին։ Քանի պա չիրացրեց Aston Villa-ն, այո, Դոնարուման իհարկե փայլուն խաղաց։ Այնպես որ խնդիրներ էլ ունի այս Փարիզը եւ դա երևի թե այդ ավելի չհղկված լինելն է, ավելի երիտասարդ լինելն է, որովհետեւ սա իսկապես երիտասարդ թիմ է։ Եթե հանենք Մարկինյոսին, որը ամենահնաբնակն է եւ PSG-ի լեգենդը, իսկական լեգենդը, որը ամենաշատ հանդիպումներ անցկացրած խաղացողն է այդ թիմում, իհարկե PSG-ն նաև դեռ սովորելու աճելու տեղ ունի։ Ինչպես օրինակ Բարսելոնան, ես չգիտեմ մենք կհասցնենք խոսել դեռ Բարսայի մասին թե ոչ, բայց այդ առումով իհարկե կան որոշակի նմանություններ։ Բայց միևնույն ժամանակ բրավո PSG-ին, որ նախորդ, եթե ճիշտ եմ հիշում, 6 մրցաշրջաններից 4-ում նրանք հասնում են կիսաեզրափակիչ, նախորդ 5-ից 2-ում արդեն եզրափակիչում են, եւ մի շատ հետաքրքիր բան կա, որ PSG-ն 1/8 եզրափակիչը վերջին 6 տարիներին չի հաղթարել 2 անգամ։ Եվ այդ 2 անգամ թիմի հարձակման եռյակի առաջատարները եղել են Մեսին, Նեյմարը եւ Մբապեն։ Սա եւս շատ խոսուն օրինակ է, որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ պայմանավորված է աստղերով եւ նրանց ներկայությամբ։ Երաշխավորված չէ, եթե դու ունես Մեսի, Նեյմար, Մբապե, դա երազանքի եռյակ է, բայց 2 անգամ 1/8 դուրս մնացին, 1 անգամ Ռեալից, 1 անգամ Բավարիայից։ Այնպես որ սա եւս շատ գեղեցիկ է ինձ թվում է նաեւ այդ ակումբի համար, որը սկզբից բոլորովին այլ քաղաքականություն էր վարում, մենք հիշում ենք, չէ, Բեքհեմին բերեցին, Իբրահիմովիչին բերեցին, այդ աստղաբույլը տարիներ շարունակ, հետո Մեսի, հիմա հասկացան, որ ֆուտբոլային երջանկությունը դրա մեջ չէ ամեն դեպքում, փոխեցին ուղղությունը, իդեպ դրան նպաստեց նաեւ Մբապեի որոշումը հեռանալու եւ հիմա շատ ճիշտ է կարծում եմ, որ PSG-ն հիմա է եզրափակիչ հասնում։ Եվ որևէ ֆուտբոլիստ այժմ այս PSG-ի կազմում, կարծես այդպես բոլորը կարծես նաև հարցակման եռյակը մասնակցում են նաև պաշտպանությանը։ Մենք տեսենք, թե Արսենալի հետ պատասխան խաղում ինչպես է այդտեղ այսպես զարմանալիորեն ինձ համար նաև տանջվում Խվիչա Կվարացխելյան իր եզրում, ինչքան էր ինքը հոգնում գնդակ խլում նույնիսկ իր տուգանային հրապարակի մոտ։ Այո, համաձայն եմ։ Եվ դեպ այդ առումով դու պաշտպանության բալանսի մասին խոսեցիր, նաև հարցակման գծում իրենք բալանս ունեն։ Մենք շատ ենք այդ 3 ֆուտբոլիստների 3-4, հիմա Բարկոլա, Կվարացխելիա, Դեսիրեդուե, Ուսման Դեմբելե իհարկե նրանց արդյունավետության մասին խոսում, բայց PSG-ում այս մրցաշրջանում շատ արդյունավետ են եզրային պաշտպանները, Նունու Մենդեշի եւ Հակիմին, նրանք շատ են գոլեր խփում, նույն Չեմպիոնների լիգայում շատ արդյունավետ են կիսապաշտպանները, այսինքն սա խոսուն օրինակ է, որ թիմով պաշտպանվում են, թիմով հարձակվում են եւ իհարկե նորից բոլոր գովասանքները գնում են Լուիս Էնրիկեի ուղղությամբ։ PSG-ի մասին երևի արդեն հպանցինք այլ հատվածներում կխոսենք, հիմա անդրադառնանք PSG-ի մրցակցին։ Մեզ համար իհարկե կարևորագույն իհարկե մեր հայության համար կարևորագույն փաստ է եւ իրողություն է, որ Հենրիխ Մխիթարյանը եզրափակում է եւ ինչու՞ չէ կարող այդ գավաթը ի վերջո բարձրացնել իր գլխավերևում։ Ինտերը այս տարի այո, թե խմբային փուլում, լիգայի փուլում անխոցելի էր թվում պաշտպանությունը։ 1 գոլ են բաց տվել լիգայի փուլում։ Ճիշտ է, քիչ էլ խփել էին, բայց այդ 1 գոլ ընդհանրապես դե գրեթե կներեք կոպիտ ասած գոլառատ չէին այդ հանդիպումները Ինտերի մասնակցությամբ։ Ինտերը մի կերպ դիմացա դեռևս անկում չափրող Մանչեսթեր Սիթիի հետ Մանչեսթերում այդ խաղում բազմաթիվ պահեր կարծես Սիթին ուներ, կիսապահեր 100%-անոց պահեր չէին գոլային, բայց դիմացավ եւ առաջի խաղն էր, եթե չեմ սխալվում, հենց լիգայի փուլի, այո 0-0, հետագայում նույն Արսենալին կարողացան հաղթել։ Մի խոսքով դա անգլիական ակումբներին ինչ վերաբերում է։ Ինտերը, բայց մեծ հաշվով Ինտերը տպավորությունն է, որ ընդհանուր այդ խաղային ժամանակակից արագությունները չունեցող թիմ է։ Իհարկե դա բալանսավորում է Ինզագին մեկ այլ գործոնով շատ կարևոր։ Ինտերը անհատների թիմ է, այդ ակումբը անհատների թիմ է։ Ինձ շատ անգամ ես նմանեցնում եմ 90-ականների իտալական այդ գրանտների հետ,
հիմիկվա ժամանակակից Ինտերը, եւ որ Միլանը, Յուվենտուսը եւ նույն Ինտերը այն ժամանակահատվածում այդպիսի ակումբներ էին, այդպիսի թիմեր էին, որտեղ անհատներ էին խաղում, որտեղ կային շատ փորձառու մարդիկ, որոնք կարող էին մի դրվագում ընդհանուր խաղի ելք որոշել։ Այս Ինտերը այդպիսի թիմ է։ Այո, որոշակի ընդհանուր եւ տարիքով ծեր թիմ է, չէ՞, այդպես կարող ենք ասել, բայց անհատներ կյանքում, ֆուտբոլային կյանքում ամեն ինչ տեսած եւ իրենց ղեկավարում է ոչ պակաս այդպես էմոցիոնալ Ինզագին։ Ինտերը ընդհանրապես ֆենոմեն է, ես իդեպ Ինտերի նկատմամբ այսպիսի մի հատ ընդհանրապես հատկություն ունեմ ես, այն թիմերին, որոնց խաղին ներկա եմ լինում ստադիոնում, աշխատանքի բերումով առանձնահատուկ եմ վերաբերվում եւ բախտ եմ ունեցել լինելու Ստամբուլում եզրափակիչի ժամանակ ու իսկապես Ինտերը թե երկրպագուները, թե թիմը, թե Սիմոնե Ինզագին ինչ շատ են տպավորել ու իհարկե այնտեղ խաղում է Մխիթարյանը այդ թիմի նկատմամբ առանձնահատուկ է մեր վերաբերմունքը ու իմը եւս։ Այս Ինտերը մրցաշրջանի մեկնարկում իհարկե ես գտնում եմ որ ֆավորիտներից մեկն էր, որովհետեւ իսկապես շատ բալանսավորված կազմ ունի, շատ երկար պայստային նստարան ունի Սիմոնե Ինզագին եւ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ինքը դա ապացուցեց։ Ու ինչպես դու նշեցիր, իսկապես ամեն ինչ տեսած տղաներ են Ինտերի կազմում, բայց ինչն է հետաքրքիր, որ այս կազմում ես եթե ճիշտ եմ հիշում, ընդհանրապես չկա Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ոնց որ թե չկա։ Ու այս թիմը շատ ծարավ է այս մրցաշարում հաղթանակին ու այն որ նրանք եզրափակիչում են այսպիսի ճանապարհով հենց դրա վառապացույցն է ինձ համար եթե վերադառնանք Բարսելոնայի հետ դիմակայությանը, որը ինձ թվում է իմ տեսած համենայն դեպս լավագույն երկխաղյա դիմակայություններից մեկն էր, թեպետ իհարկե եթե մի փոքր այդ հույզերը մի կողմ դնենք, շատ էին սխալները, այդ գոլերի շատ մեծ քանակը պայմանավորված էին նաև սխալներով, բայց եթե զուտ ֆուտբոլային վերցնենք, թե ինչ հույզեր տվեց, դա իհարկե ապշեցուցիչ դիմակայություն էր, եւ այն որ այդ Սան Սիրոյին վերջին րոպեին գոլ է խփում ֆուտբոլիստ, որը այդ պահին դաշտում ամենատարեցն է, որը կյանքում մենք գիտենք թե ինչ դժվարություններ է ունեցել, հաղթահարել է բազմաթիվ խնդիրներ, թե առողջական, թե հոգեբանական, ու նա այդ տարիքում գնում է եւ իր 20 տարվա կարիերայի մեջ խփում է Չեմպիոնների լիգայի առաջին գոլը։ Ինձ թվում է դա ամենա ասենց ցայտուն օրինակն է թե ինչու է Ինտերը եզրափակիչում, որովհետեւ շատ մեծ ցանկությամբ էր խաղում Ինտերը Բարսելոնա, այդ ինձ թվում է ընդհանրապես Բարսան շատ ուժեղ էր Ինտերից երկու խաղերի։ Եվ վերջնամասում էր խաղի հիմնական ժամանակի ոչ մի բան չէր խոսում նրա մասին, որ կարող է Ինտերը այդ նույնիսկ այդ մեկ գոլը հետ բերել։ Այո, երբ խփեց Ռաֆինյան, ես մտածեցի որ վերջ։ Հետո մի ակնթարթ հետո արդեն եկա այն մտքին որ ոչ Ինտերը այսքան հեշտ չի հանձնվի եւ գնացին առաջ ու իհարկե դա ապշեցուցիչ էր, բայց Բարսան իհարկե երևում էր որ Ինտերը տառապում է, Ինտերը իսկապես դաշտում տառապում է այդ հաղթանակի համար, բայց հենց այդ տառապանքն է որ քեզ հասցնում է եզրափակիչ։ Իդեպ նմանություն կար նույն Ռեալի եւ Սիթի դիմակայություններին վերջին տարիներին, մանավանդ 21-22-ը, երբ Ռեալը շատ ծանր դիմակայություն անցկացրեց 120 րոպեն նկատի ունես, հա։ Այո, մանավանդ Մադրիդի խաղը, երբ Ռեալը առաջին դիպուկ հարվածը կատարել էր 89-ին, երկրորդ դիպուկ հարվածը 91-ին ու հաղթեց 2-1։ Դա աբսուրդ է, իսկապես շատ հազվադեպ է նման բաներ լինում։ Ինտերին իհարկե բրավո եւ Սիմոնե Ինզագիին, նրա այդ հույզերը, նրա էմոցիաները ինչպես է նա թիմին առաջնորդում եւ ինձ թվում է այս Ինտերը շատ հասունացած է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես չգիտեմ կհաղթեն թե ոչ, բայց շատ հասունացած է եւ նույն Մխիթարյանը, նույն Աչերբին, մյուսները ովքեր տարեցեն, նույն Յան Զոմերը եւ Լաուտարոն, որը աշխարհի չեմպիոն է դարձել, բայց դեռ Չեմպիոնների լիգայի գավաթ չունի, իսկ այս ֆուտբոլիստները արժանի են վերջապես այս մրցաշարում հաղթելուն։ Old school-ն է, եթե այդպես անգլերեն ասենք, old school-ն է։ Եթե եզրափակիչի երկու մասնակիցների մասին խոսում ենք, ես եւս մեկ թեմայի կցանկանայի անդրադառնալ, որը իմ կարծիքով ընդհանրապես շատ քիչ է դրա մասին խոսվում, մանավանդ մեր հասարակության մեջ։ Չեմպիոնների լիգայում ինձ թվում է կարելի է գալ արդեն վերջնական այն եզրահանգմանը, որ ամենակարևոր դերը, ինչ ուզում ես ասա, ունեն դարպասապահները։ Եվ եթե չլիներ Դոնառուման, եթե չլիներ Զոմերը, ոչ Ինտերը, ոչ ՊՍԺ-ն չէին լինելու եզրափակիչում, ու ինձ թվում է սրա մասին պետք է բարձրաձայնել։
մանավանդ իհարկե Յան Զոմերի մասին, որի դեպ փոքրիկ գաղտնիք բացեմ, թեպետ ոմանք գուցե գիտեն, բայց իմ ամենասիրելի դարպասապահներից է, եւ դեռ երբ խաղում էր Գլադբախում, ես ասում եմ, որ նա արժանի է խաղալու top թիմում, լինելու ամենաբարձր կետերում եւ շատ ուրախ եմ նաեւ նրա համար, բայց իհարկե պետք է արձանագրել, որ դարպասապահների գործոնը առաջին պլան է գալիս այս երկխաղյա դիմակայություններում ու դա տարիներ շարունակ մենք տեսել ենք։ Նույն Կուրտուան, հա, ինչպես 2022-ին կարելի ասել հաղթեց Չեմպիոնների լիգան 7 թե 9 սեյվ ուներ։ Երկու խաղեր Կուրտուան Լիվերպուլի հետ 9 սեյվ դա իհարկե ռեկորդ էր, այնտեղ իհարկե 2-3 ապշեցուցիչ փրկություններ եղան, եւ Կուրտուան այն դարպասապանն էր, որը Չեմպիոնների լիգայի շատ ծանր եզրափակիչ էր պարտվել 2014-ին ու Կուրտուայի մոտ էլ է եկել այդ պահը հաղթելու։ Հիմա ինձ թվում է այդպիսի մի պահ է Ինտերի մոտ։ Իդեպ ես անձնապես էլ շատ եմ ցանկանում, որ Ինտերը հաղթի ամենայն անկեղծությամբ եւ ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ աշխարհում ինչ ազգություն ասես Չեմպիոնների լիգայի գավաթ ունի, մենք հայերս չունենք եւ ով եթե ոչ Մխիթյանը պետք է այդ puzzle լրացնի եւ կլրացնի նաեւ իր անհատական puzzle-ը Եվրագավաթների։ Մենք ինչ խաղ ընդհանուր առմամբ խոսքը չի գնում հաշվի մասին, հաղթողի, այսինքն մենք ինչ կարող ենք ակնկալել այդտեղ եզրափակչում Մյունխենի, չգիտեմ, Ալյանս Արենա կկոչվի այդ օրը այդ վարդադաշտը։ UEFA-ն արգելում է նման բաներ։ Մենք այս վերջերս Էրնեստ Էչաբան մեկնաբանում ենք Arsenal PSG-ն եւ անդադ Emirates, հետո հիշեցինք, որ UEFA-ն իհարկե թույլ չի տալիս, որ Emirates անվանել ստադիոնը UEFA-ի հովանու ներքո անցկացող մրցաշարում։ Ինչ ակնկալենք ընդհանուր առմամբ խաղից արա։ Մենք գիտենք, այո, Ինտերը այնպիսի շատ տեմպային արագ ֆուտբոլ դավանող թիմ չէ։ Այդպիսին է նա նաև Սերիա A-ի խաղերում։ Այո, լինում են խաղեր, որոնք որ այսպես մեկ այս կողմ, մեկ այն կողմ, նամանավանդ Միլանյան դերբին է այդպիսին լինում, բայց Ինտերը այդպիսի խաղ, այսինքն շատ արագ ֆուտբոլ դավանող թիմ չէ։ Հավանաբար ենթադրում եմ, որ Փարիզյան ակումբը հենց ամենասկզբից կփորձի անել այն, ինչ արեց օրինակ Արսենալի հետ խաղերում, ինչ արեց Աստոն Վիլայի հետ առաջին խաղում, ինչ արեց նաև Լիվերպուլի հետ Փարիզյան հանդիպման ժամանակ եւ այդպես կարող ենք ասել։ Այն ինչպես մենք տեսել ենք, ինչպեսին տեսել ենք Փարիզը, այսինքն արագ տեմպային, արագ փոխանցումներ, արագ ազատ գոտիներ, ազատ գոտիներում ֆուտբոլիստների այսպես ներխուժումներ, չէ՞, այդ Ֆաբիան Ռուիսը այդ կիսապաշտպանական գծից, նույն Վիտինյան, այսինքն իրենք եթե գրոհում են, ոչ թե գրոհում են 3 ֆուտբոլիստով, այդ գրոհային հարցակողական երակով, այլ 5-6 ֆուտբոլիստով, որոնք որ հետագայում հիմնականում կիսապաշտպանները գնդակի կորուստի պարագայում անմիջապես փորձում են գնդակը վերադարձնել, այսինքն գվարդիոլական ֆուտբոլը այդտեղ տեսնում ենք։ Եզրափակիչների վերաբերյալ ընդհանրապես կանխատեսումներ անելը խաղային թեկուզ ինչպես կընթանա շատ բարդ է, մանավանդ վերջին տարիներին ես համոզվել եմ եւ գուցե մի փոքր էլ նաեւ հասունացել այդ առումով, որ շատ բարդ է ընդհանրապես մտածել։ Դու լրիվ ճիշտ ես վերլուծում, առաջին հայացքից հենց այդպես էլ լինելու է։ Ինտերի մասով իհարկե Ինտերը այն թիմը չէ, որը կարող է 90 րոպե ինտենսիվությամբ խաղալ PSG-ի դեմ, այս PSG-ի դեմ, մենք բոլորս դա լավ հասկանում ենք, նույնն է իդեպ նաև Բարսելոնայի հետ դիմակայություններում, Բարսան եւ PSG-ն այդ առումով միմյանց հիմա բավականին նման են եւ ինձ թվում է Ինտերը փորձելու է անել նույնը ինչ Բարսելոնայի հետ, այսինքն ունենալ ժամանակահատվածներ խաղում, երբ այո կանեն այդ ինտենսիվությունը, կփորձեն, չգիտեմ, կարճ փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից դիմակայելով այդ պրեսինգին, կամ գուցե իրենք պրեսինգի ենթարկել, բայց միևնույն ժամանակ խաղի ինչ-որ ժամանակահատվածում Ինտերը հաստատ նստելու է։ Ինչպես նստեց Բարսելոնայի հետ առաջին խաղակեսի երկրորդ հատվածում, ցածր բլոկով պաշտպանություն։ Այո, ինչպես նստեց երկրորդ խաղի երկրորդ խաղակեսի մեկնարկում, որովհետև ու այդտեղ Ինտերին մեղադրելու չէ, դու չես կարող այդ արագությունների դեմ։ Իսկապես չես կարող, տարական ֆիզիկա է, որ ավելի տարիքով ֆուտբոլիստը ավելի արագ հիմա նույնն է, հիմա Յամալի փոխարեն ուղղակի լինելու է, չգիտեմ, Խվիչան կամ Դեմբելեն, Դեսիրեդուեն, այնպես որ այդ առումով իհարկե ազատություն չտալու համար, այո, Ինտերը դրան դիմելու է։ Այո, Ինտերը հետո փորձ ունի նաև եզրափակիչում նման թիմի դեմ, դա Սիթին էր, 2 տարի առաջ Սիթին շատ ուժեղ էր, գուցե ավելի ուժեղ քան այս PSG-ն,
չգիտեմ, կարող է մարդիկ չհամաձայնվեն, կարող է համաձայնվեն, բայց Ինտերը եւ Սիմոնե Ինձագին այդ խաղը տակտիկական առումով փայլուն էր նախապատրաստել, դրա մասին Գվարդիոլան էլ է հետո խոսել, թե որքան բարդ էր իր համար եւ որքան բարդ հանդիպում ստացվեց City-ի համար, բայց ես գտնում եմ, որ էլի շատ փոքր նյուանսներ են լուծելու եզրափակիչի հաղթողի հարցը վերջին տարիներին միշտ այդպես է լինում հիմա վերջին մի քանի տարվա որ եզրափակիչը նայենք երկու թիմն էլ կարող էր հաղթել նույնիսկ անցած տարի նույն Դորտմունդը եթե պահերը իրացներ դրանից առաջ City-ն Ինտերի հետ այստեղ նորից Ինտերը եթե պահերը վերջնամասում վերջին մասում որքան պահեր ունեցան դրանից առաջ դեռ Լիվերպուլը ընդհանրապես Լիվերպուլը պահ չօգտագործեց, Ռեալը իր շատ քիչ պահերից մեկը օգտագործեց։ Այնպես որ ինձ թվում է էլի շատ փոքրիկ այսպես նյուանսներ են լուծելու եզրափակիչի հաղթողի հարցը։ Մի շատ կարևոր հարցի հասնենք անդրադառնանք վերջնամասում։ Մենք միշտ մրցաշրջանների սկզբնամասում կամ մեկնարկից անմիջապես առաջ ոչ միայն մենք, այլ նաև ընդհանուր ֆուտբոլային հասարակությունը այսպես դասում է ֆավորիտներին այդ մրցաշրջանը։ Նույն եթե Champions League-ային հենց անդրադառնանք, ապա դասում էին, գիտեք, ովքեր են Manchester City-ն նախ Ռեալը որպես արդեն գործող գավաթակիր, Բավարիան, որ միշտ այդ ցուցակում կա, դե ուժը այդպեսին է։ Մենք դասում ենք այդ ֆավորիտների ցանկում այդ ակումբներին զուտ անուններից ելնելով, այսինքն ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն իրենց կազմերում։ Կազմերն են այստեղ որոշիչ։ Երևի թե կազմերը Ռեալի ու Բավարիայի պարագայում նաև պատմություն է իհարկե այս մրցաշարում, բայց ինձ թվում է նորմալ է, եթե այս մրցաշրջանի մեկնարկից առաջ նայենք, Ռեալին բնական էր ֆավորիտ համարել, որովհետև այդ առանց այն էլ ուժեղ թիմին միացել էր Մբապեն, ինչու ոչ։ City-ի պարագայում պակասել էր Կրոսը, այո, այդ հաշվի չէինք առել, որ պետք էր իհարկե մտածել այդ մասին, եւ Պերեսն էլ իդեպ հաշվի չէր առել։ Բավարիայի պարագայում այս թիմը միշտ գրեթե կայուն է, չնայած վերջերս շատ հազվադեպ են եզրափակիչ հասել են վերջին անգամ 5 տարի առաջ։ Այսպես կան իհարկե անուններ, որոնց միշտ տալիս են PSG-ին էլ են տալիս, միշտ ասում են ֆավորիտ է, չգիտեմ, վերջին տարիներին Ինտերն էլ է այդ առումով մոդայիկ դարձել։ Ինձ թվում է կազմ նաև մարզիչ իհարկե պատմություն այս մրցաշարում այդ բոլոր հանգամանքները գումարվում են։ Եթե օրինակ հիշում ես Լիվերպուլին շատ քչերն էին ֆավորիտ համարում, առհասարակ ինչ որտեղ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում նույնպես։ Այո, Լիվերպուլն ընդհանրապես հանելուկ էր մրցաշրջանից առաջ։ Բայց հիմա Լիվերպուլը հաստատ ֆավորիտ է լինելու հաջորդ մրցաշրջանում Լիվերպուլը ֆավորիտ էր լիգայի փուլից հետո, երբ հաղթեցին լիգայի փուլը։ Այնպես որ այդ հանգամանքներն են, կարծում եմ, առաջնայինը ֆավորիտ համարելու հարցում։ Իսկ մենք եթե առաջնորդվենք այս քո ասածով, մենք պետք է այսպես ֆավորիտներին արդեն առանձնացնենք, ում խաղը արդեն մրցաշրջանի ընթացքում տեսել ենք։ Միջնամասում մրցաշրջանի, այսինքն նույն լիգայի փուլի ավարտից հետո, թե ինչպես, թե ամեն դեպքում play-off-ը իր այսպես մանր նուրբ կարգավորումները մտցնում է։ Իհարկե լիգայի փուլը կարևոր է եւ կարծում եմ լիգայի փուլի վերջում արդեն օրինակ հասկանալի էր, որ PSG-ն կարող է շատ հեռու գնալ, կամ այսպես ձևակերպեմ, PSG Լիվերպուլ զույգի հաղթողը կարող է շատ հեռու գնալ։ Այո, PSG-ն վերջին տեղերով դուրս եկավ, բայց խաղը իհարկե շատ մեծ առաջընթաց էր գրանցել։ Այստեղ կան նաև Չեմպիոնների լիգայի առանձին նրբերանգներ, նույն թիմեր, որոնք երկրորդ էշելոնի են համարվում, նույն Aston Villa-ն, որը շատ մոտ էր կիսաեզրափակիչին, տարիներ առաջ նման դեպք եղավ Villarreal-ի հետ, իդեպ երկու դեպքում էլ մարզիչը Unai Emery-ն էր, դակշքիր է, որ Emery-ն հսկայական փորձուն է իհարկե։ Միևնույն է, ինչ էլ մենք խոսենք, կարծում եմ մենք մրցաշրջանի այս հատվածում, միայն այս հատվածում ենք իմանում ճիշտ ենք խոսել, թե ճիշտ չենք խոսել ի վերջո։ Եթե այսպես առաջնորդվենք նույն Ռեալը լիգայի փուլից հետո, այո, Ռեալը կարծես լիգայի փուլում լավ արդյունքներ չցուցաբերեց։ Ստիպված էր խաղալ այդ անցումային play-off-ում 8-նյակի մեջ տեղ չզբաղեցնելու հետևանքով։ Բայց Ռեալին ասում են play-off-ի Ռեալը այլ Ռեալ է։ Դե Ռեալը իմիջիայլոց City-ին ու Ատլետիկոին հաղթեց, դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նույն բանը արել է Բավարիան։ Այնպես որ Ռեալից ուղղակի Ռեալը նշաձող այնքան բարձր է դրել
որ Ռեալից միշտ ամեն տարի սպասում են չեմպիոնություն, Չեմպիոնների լիգայում։ Որ տարին չեն հասնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դա համարում են ձախ։ Դե այն ինչ որ չէին սպասում 22 թվականի մրցաշրջանում 21-22-ին, երբ որ 1-8-ում այսպիսի առաջի խաղից հետո նույն Փարիզին պարտվելուց հետո այսպիսի մի քանի գնդակի չէ, 2-3 գնդակի տարբերություն կար եւ ինչ արեց Բենզեման այդ խաղում հետագայում 3 անգլիական ակումբներ այդ թվում եզրափակում գեր հզոր մրցակիցներ եւ Ռեալին այդ տարի չասել որ ինքը արժանի չէր այդ գավաթին, ապա կներեք այդ ֆուտբոլից ընդհանրապես չհասկանաս ինչ կանել երկրպագես մրցակիցներ։ Ես ընդհանրապես չեմ ընդունում կա նման տարածված տեսակետ, ես նույնիսկ տեսակետ եմ լսել որ Ինտերը արժանի չէր եզրափակիչին։ Նման տեսակետները իհարկե շատ սուր են եւ չհիմնավորված։ Համաձայն եմ որ Բարսելոնան էլ էր արժանի եզրափակիչին, բայց իդե Բարսայի մասին ես վստահ եմ Բարսելոնայի շատ երկրպագուներ են մեզ լսում, մի այսպես փոքրիկ նաև բան ասեմ կապված Ինտերի դեմ խաղի վերաբերյալ, հիմա շատ ծանր է իհարկե Բարսելոնայի համար այսպիսի պարտությունը 10 տարի անց նրանք կարող են եզրափակիչ դուրս գալ, բայց ինձ թվում է այս թիմը շատ է եփվելու այսպիսի պարտություններից ու շատ երիտասարդ թիմ է ու երևի թե Բարսային նույնիսկ ավելի լավ էր որ այս մրցաշրջանում իրենք չհաղթեին Չեմպիոնների լիգան, քայլ առ քայլ մոտենան այդ գավաթին։ Դա թիմի հետագա հաջողությունների համար իմ կարծիքով ավելի լավ է։ Այսինքն պետք է մի քանի հարված ստանաս, որ շատ մեծ հաջողություններ ունենաս։ Ես օրինակ հիշում եմ Ռեալին, որը Բավարիայից օրինակ դուրս մնաց հետ խաղը 11 մետրանոցներով, նույն Ինտերը անցած տարի Ատլետիկոյից ծանր պարտություն դրանից առաջ եզրափակիչում, այսինքն պետք է եփվել եւ գալ հասնել մինչեւ այդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Ինձ թվում է սա Բարսային դրական է լինել Բարսայում։ Ընդամենը 1-2 րոպե ժամանակ է մնացել, բայց փորձեմ քեզ հակադարձել, հիմա նույն Բարսելոնայի երկրպագուն քեզ կարող եք ասել, գիտես, այս թիմը, այս կազմը այլ մարզչով, խավիով բավական եփվեց եւ այդ հարվածները ստացավ թե խմբային փուլում Չեմպիոնների լիգայի մենք հիշում ենք Բավարիա Բենֆիկա ինչ էին անում այն Բարսելոնայի հետ հետագայում Մանչեսթեր Յունայթեդը ինչ որ անհասկանալի Եվրոպա լիգայի անցումային փուլում եւ այդ հարվածները ստացել է կազմը ինքը եփվել է մեծ հաշվով այո կազմը ես կրկնվում եմ առիթ եղել է դրա մասին խոսելու կազմը այս մրցաշրջանի սկզբից մեկնարկից առաջ բավական այսպես չասեմ վերանալու, այլ այսպես կազմալուծվելու եզրիներ Ռաֆինյան կարող էր գնալ, բայց Ֆլիկը կարողացավ ոչ միայն բերել այդ կադրերի, այսպես ասեմ, արտահոսքը կանոնեցնել, այլ նաև ինչպիսի կարգապահություն բերել այս թիմին։ Այո, այդ առումով իհարկե համաձայն եմ, հետո Ֆլիկի այդ կանոնները, որ բոլորը պետք է միանման համազգեստներով գան, դա իհարկե թիմին շատ է օգնել, տեսնենք ամենայն դեպս ինչ կանի Բարսելոնան։ Շնորհակալ եմ Արամ իմ հրավերը ընդունելու համար, խոսեցինք Եվրոպայի UEFA-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին, այն ակնկալիքները, որ ունենք այդ եզրափակչից եւ այդ եզրափակչի մասնակից թիմերը ինչի են, ինչպես են հասել եզրափակչին, խոսեցի Fast Media հեռուստաընկերության մեկնաբան հաղորդավար Արամ Սահակյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեզ կարող եք այս տեսագրությունը կարող եք դիտել նաեւ Facebook-յան էջում հանրային ռադիոյի մեջ կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում եւ իհարկե YouTube-յան ալիքում։ Առայժմ